ծնվել եմ 1941 թվականին։ Վասիլի Շրջանի Նորակիր գյուղում։ Հիմա ապրում եմ Նորակիր գյուղում։ 84 տարեկան եմ։ Հոկտեմբերի 20-ին լրանում 84 տարի։ Ուրեմն երեք երեխա մի տղա, այնքան տեսակ դու։ Երկու աղջիկներն ամուսնացած են։ Մանկությունս այս գյուղում անցել են ժամանակ պատերազմ նոր ավարտվել, 45 թվականի պատերազմ ավարտվեց, իմ բրիգադիր էր աշխատում, սոկոլխոզը։ Հիշում ես այդ տարիները։ Հա, հիշում եմ։ Իմ բրիգադիր էր աշխատում, բավականին սով տարի էր, սով տարիներ էին, ոչինչ չէր ճարվում, հազվագույն էին ճարվում, հազարավոր ընտանիքներ տեղափոխվել են այս գյուղ, ապրում են, մի կերպ աշխատելով, հաց հավաքելով, աշխատում են, ապրում են։ Մի լավ նախագահ ունեինք Զաքարյան Հովհաննես, կարողացավ պահել մեզ, պահեց, պաշտպանեց այս գյուղը, ու այդպես դժվարության միջև 48 թվականին գնացել եմ առաջին դասարան, մեր ընտանիքում 8, 6 երկու աղջիկ 4 տղա եւ հենում էր։ Mēs այդքան ունենք։ Հետո տեղափոխվել եմ առաջ դասարան, ավարտել եմ առաջին դասարան։ Գյուղում մինչև 7-րդ դասարան էր։ 7 ավարտելուց հետո տեղափոխվում ենք այս կողքի գյուղ, մեծ մազրակոչող գյուղն էր, մեծ մասիկ։ Այդտեղ 10-րդ դասարան կար։ 8-ին 10 ես այդտեղ եմ ավարտել։ Դե ժամանակ մինչև 10-րդ դասարան էր, 12 չկար, բավականին խիստ էր, ուսումը բավականին բարձր մակարդակի, քանզի յուրաքանչյուրի նախ 98-ների թիվը շատ քիչ էր, հիմա նման չի ամեն գյուղը մի հատ 90, պատահական 98-ներ են։ Այն ժամանակ 5-6-98 կար, ընդհանուր համատեղ մայրբուհներ համալսարանը, ընդունել եմ մայրբուհ 60 թվականին, ավարտել եմ 65 թվականին իրավաբանական ֆակուլտետ։ Այն ժամանակ մի տեղի համար պայքարում են 8-ից 10 մարդ, այդպես բարձր գիտելիք ունենայիր։ Ես չեմ ասում ինչ-որ կողմնակի ճանապարհներ չի եղել, բայց հիմնականում այդպես էր։ Այդպես էր, քանզի ժամանակվա կենտկոմի քարտուղարի աղջիկները, որ մեր հետ էին սովորում, կենտկոմի քարտուղարի աղջիկները։ Չի ես գունդա կենտկոմի քարտուղարի աղջիկն է, որտեղ հավասար էր, ամեն ինչ հավասար։ Աշխատել են տարբեր տեղեր, քննչական բաժնում, դպրոցում։ Մասնագիտությամբ ես աշխատել։ Հա, աշխատել եմ, քննիչ եմ աշխատել։ Հետո դպրոցում եմ աշխատել, հետո սովխոզում եմ արդեն կոլխոզի վերածվել էր սովխոզի պետական ձեռնարկության, այդտեղ եմ աշխատել, արդեն թոշակ։ Այստեղ ես ապրել, բայց։ Հա, Նորակերտում։ Նորակերտ։ Իսկ այն ժամանակ ընտանիքի ամենաբարձր գործ ընտանիք պահելն էր։ Ընտանիք շատ կարևոր էր ընտանիք, սրբություն էր ընտանիքը, երեխաների սրբություն էր։ Չի դպրոցում անգամ չի զգում ես հարուստի աղջիկա, թե աղքատի, որովհետև բոլոր ֆորմա էին հագնում ու հավասար բոլոր ֆորմա էին հագնում, ուստի համար բոլոր հավասար էին։ Չէր ասում եսի դիրեկտորի աղջիկն է, կամ եսի հասարակ բանվորի աղջիկ, այդպեսի բան չկար։ Չկար քանզի իսկապես գիտելիքն էր որոշում ամեն ինչ որոշում էր գիտելիք։ Այդպես էր։ Երբ ամուսնացար։ Ամուսնացել եմ 64 թվականին, կներողություն 63 թվականին։ Կնոջդ հետ ո՞նց էիք ծանոթացել։ Համագյուղացի էինք։ Գիտեք, այն ժամանակ այսպես չէր, որ գյուղացի էինք, շփվում էինք ամեն ինչ։ Աղջիկը հիմնականում դու զբաղվում ես աղջիկով, երբ նրանք ժանգյուլում էին խաղում։ Ժամանակ ընդունված էր, բոլոր աղջիկները տղաներն աղջիկները վերջորեր հավաքում էին, որտեղ պետք է վիճակը հանեն, այդտեղ տղաներն բարձրանում էին վերևից հերթիկների ջուր էին լսում իրավարեն, ես եմ։ Մի քիչ կպատմես այդ օրերից։ Գիտեք ինչ, մի քանի տոն կար, վարձևար կար, որ շատ շուքով էր նշվում։ Պարտադիր բոլորի ջրում էին, չին ասում ես, նախագան եկավ, կոլխոզի նախագանա, սրանից զգուշանակել բանը չկար։ Քանզի նախագան ինքը գիտեր այդ մասին, սա էր ուրախանում, որ իր վրա ջուր էին լսնում։ Հագում էինք իրար հետ,
Այսին տարբեր ձևի հավեր, բայց հիմիկվա նման չեն էլի, աղջիկը հագնում էին շատ զգուշ, գրեթե ոտի մատերը չէր երևում, կամ ես մասերը չէր երևում, մի պես էր ընդունված, չէ կարի չի, արգելված էր, ոչ արգելված էր, ընդունված էր, տուրեկներ այդպես էր։ Եթե մեկին տղան սիրում էր մի աղջիկա կամ աղջիկ տղային հազվագուտ էին հանդիպում, ամաչում էին։ Բա ոնց էին իրար հետ շփվում, նամակ էին գրում։ Նամակներ, պատահում էր եւ այդպես, նամակների փոքր այդպես հոդվածներով բանում գրում էին։ Ավելի ճիշտ է, մի շնորհ աղջիկ կար կամ բան, որը միջամտում էր ձեր հանդիպեցնելու։ Դուք եք այդպես արել։ Հա, եղել։ Ինչ տարբերություն է յուղի մեջ այդպես արել։ Բա ոնց եք հասկանում, որ այ հենց իր հետ ուզում ենք ամուսնանալ։ Ինչ չափանիշներով եք առաջնորդվում։ Արդեն հանդիպում էի, որոշում։ Համաձայնվում էր, հանդիպում, պարտադիր հանդիպել եղել է, պարտադիր։ Թաքուն հանդիպում։ Վայրում, թե կողքի հարևանի տանը, թե ուղղեմ այնպես մի փոքր միջավայրում հանդիպում էինք, համաձայնվում էինք իր հետ, ծնողներին ուղարկում էին ուզելու։ Հարսանիք պարտադիր լմեր մի 2-3 օր պարտադիր հարսանիք առաջի օր մսացու էին անում, բավականին լավ, ուտում, խմում, քեֆ էին անում, երկրորդ օրը հարսանիքն էր, երրորդ օրը, այսպես են ասում են ժամանակ մեծ եկավոր թաքլիվ, ասինք ուտում, բոլոր նորից հավաքում են սեղանի վրա, նվերներին ասում, թե քավոր ինչ նվերա բերել հարսին, մեկ ինչ նվերա բերել, նվերների հրապարակման օրն էր արդեն։ Այդպես 3 օր, 4 օր արել եմ հարսանիք արել եմ, գյուղում իր ժամանակ այսպես հանդիսությունների սրահ չկար, որ հավաքվեին, ուտեին, խմեին, ամեն մարդ իր տան մեջ էր անում, հարսանիքը, պարտադիր հարսանիքից առաջի գիշեր, մսացուին պարտադիր պետք է քավորներ կարներ, բավականին այսպես նարո էին բռնում, գյովընդ էին ասում իր ժամանակ, հիմա չգիտեմ, էլ գյովընդ են ասում, թե նարո էին ասում, այսպես ճկուտներով բռնում էին իրար հետ, երկար պանում էին, միջև միսը անում էին, մորցում էր, քավորներ, նվերներ էր տալի, նվագողներին պարտադիր նվերներ էր տալի։ Գոշում էր շորոր պար էին պարում, գյովընդ էին պարում, շատ լավ, քոչար էին պարում, հատկապես մշեցիներ պարում, հիմնականում մշեցի, մշոք քոչարին էին պարում, նվագում էին պարում, ուրախանում, այդքան բան։ Գոհ ես ջահելությունից ըտվավ։ Անչափ։ Հիմիկվա ջահելներ ուրիշ են։ Հիմա են 2 տարեկան երեխայից բռնած կնել ես աղջիկներ, մինչև չգիտեմ որ տարիքը հեռախոսներով զբաղված են։ Միանետ են նայում, ուրիշ բան չկա, ուրիշ երբեք մտածողություն չկա, թե 5-ին գումարած 6-ին 11 անի։ Անպայման պետք է հեռախոսում գումարեն որ հանեն։ Գումարեն որ, որտեղ չգիտեմ, այդ հեռախոսն քանդել դրաստումն է, թե իրանք չեն ուզում իրան ուղեր ցավացնել։ Բայց ասում եմ 2 տարեկան երեխային հեռախոսում ամեն ինչ կանի։ Ամեն ինչ գիտի, մենք չենք կարող, արդեն իսկ երեխան կանի։ Բայց մարդիկ նաև իրարից հեռացել են։ Գիտեք, ժամանակները փոխվել են։ Դրանից է։ Այսպես խոսքեր կան էլի, ժամանակները փոխվել են, ազբարեկան հեռացել են, հիմա այդպես է, ժամանակները փոխվել են, ազբարեկան հեռացել են, մեզանից էլ օգնություն են, ուրիշ բարեկամ են գտել արդեն, ուրիշ բարեկամ են ճարել։ Հիմա շահ հետևից են գել, իր ժամանակ շահ չկար, ճշտություն կար։ Հիմա նայում են այստեղից 2 կոպեկ օգուտ կա, ուզում ես իր եղբայրն եղի, հաշիվ չի ասում։ Բայց այդ ինչից է, որ այդպես փոխվել են, թե այն ժամանակ եղել է չեն արտահայտվել։ Այն ժամանակ, գիտեք ինչ, ես չեմ ասում ղեկավարներին չեն հարգել, շատ լավ հարգում է ղեկավար։ Բայց տվյալ ազգի մեծը սրբություն էր իրանց համար։ Ավելի շատ տեղ էին տալի նման դեպքերին, ուրախության դեպքերին, քան թե այդ ղեկավարին։ Ժամանակ հիմա գալիս են ամեն ինչի ժամանակներից։ Բոլոր դեպքերում դա է պատճառը։ Ես այդպես եմ կարծում, որովհետև այսպես այդպես է կյանքը։ Մարդ իր ճակատագիրն ունի, իր նորից եմ ասում, ամեն ինչից փախնել միշտ կլինի, բայց թե բախտից ուղղասմատից չի լինի։ Ճակատագիր երբեք փոխել չի լինի, Տեր Աստվածն է վերից գրել իմացի։
ինչ ճակատագիր կա, ինչ ուզում ես արա, այդ ճակատագիրը։ Այսօր լավ ես զգում, գիտես անընդհատ լավ է, բայց հանկարծ շուռ է գալի, անկախ ու կամքից։ Կամ հակառակ վատ ես, հանկարծ լավն է ստացվում, էլի անկախ ու կամքից։ Այդպես է ճակատագիրը, այդպես է բնության օրենքը։ Պապ ջան, քո հետ այս զրույցի ընթացքում այսպիսի տպավորություն ստացա, որ նաև շատ աշխույժ ու կյանքով լեցուն մարդ ես։ Ի՞նչն է քո եռանդի, ուժի գրավականը։ Գիտեք ինչ, իմ մանկությունը։ Մանկությունը։ Իմ մանկությունը շատ լավ անցի, որտեղ կրկնում եմ, հավաքվում են բոլորս հարևան։ Այն ժամանակ նախ երեխա շատ կար, ամեն տան 8-ից 6 հատ, 7 հատ երեխաներ կային։ Ես նորից լավ գիտի, մեր այս հարևանների մինչև 8 հատ, 9 հատ երեխային ունեցի, շատ էին, շատ խաղում էին իրար հետ։ Ու ոչ ոք չէր ազգում, էսի սովածած ես խոհարշի, այդպեսի բան չկար։ Այդ մանկություն լավ անցի, մանկությունից էլ այդպես է, մի քիչ հիմա դժվարությունները մեծացել են, իրար շատ են քննադատում, այդ ավատը, միասնական չեն։ Ով անցնում է պաշտոնի, իր կողքի մարդկանց հետ ուզում են անպայման վերխ ունենան, մյուսների նկատմամբ։ Այդ մյուսներն էլ մարդ են ախր, նրանց մեջ էլ խելոք մարդիկ կան, հարկը վրա գնահատել և ճիշտ մարդուն գտնել։ Ես չգիտեմ, ազգանում կարող եմ իշել, թե չի, կամ գավառից էր այդ մարդը, գիտնական մարդը, չնայած իր կոմունիստ չէ, բայց Ստալինը դրան տարավ, խոշոր գիտնականին տարավ, հատուկ նորիկ կարաս իշել արկաշ, չես իշուտ է, այդ մարդուն տարավ հատուկ կազմակերպություն, հատուկ քաղաք, պահեց այդ մարդուն ոսկու նման, որ գիտություն ստեղծի, գիտություն արտաց։ Ու մեր մեջ վատը հենց այդ է, որ իրար միասնական չեն, այս միասնականությունը կարող է տանի գործան, կարող է, ես չեմ ասում կտանի պարտադիր, հնարավոր է։ Որովհետև մի ստալը, մի քարը, եթե չես կարող բարձրացնել, քո կողքին գերի պետք է օգնի բարձրացնել այս ստալը։ Եթե չօգնես, կյանքում չես կարող դու բարձրացնել։ Ուրեմն պետք է օգնի, միասին պետք է միասնականություն լինի։ Իսկ միասնականության համար պետք է վերևի մարդիկ, ովքեր այսօր պաշտոնի են, վարչապետ կլինի, նախագահ կլինի, չգիտեմ, ազգային ժողով, նրանք էլ պետք է մտածեն, որ մարդկանց համախմբի, որ թե թշնամացնեն իրար հետ, այլ համախմբեն, որպեսզի կարողանան այդ ստալը տեղից Կիրիլովի բանը կա, չէ՞, ասում է գալաձուկը, չգիտեմ։ Երեքն էլ տարբեր ճանապարհով են գնում։ Ամեն մարդ իր ճանապարհով է այդ։ Ինչ ուզում ես արել, ստալը կմնա կայնոք։ Արդյունքում կտուժեն բոլորը։ Դրա համար պետք է անպայման բոլոր մի ճանապարհի քաշել, որ այդ ստալը տեղից շարժվի։ Էս է իմ կարծիքը։ Իսկ ինչպես կլինի, ես չեմ կարող ասել։ Ես Աստված չեմ կարող այդպեսի բան ասեմ։ Եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, եթե մենք ուզում ենք միասնական պետություն ունենանք, որ անկախ նրանից թե մեծը թե փոքրը պետություն ունենանք, դերոշ ունենանք, մենք պետք է կարողանանք իրար հետ, այ կարծիքն է դա, մենք պետք է կարողանանք իրար հետ միասին լինել, որպեսզի աշխարհին ցույց տանք, թե մենք կանք։ Ես չեմ ասում, ինչ որտեղ պետք է հակասություն չլինի, կլինի, ոչ լինի, դա մի տարբեր էլ հակասություն կլինի, բայց այդ հակասություն չպետք է վերածվի թշնամանքի, այդ է կարևոր, եւ վերածվի թշնամանքի կյանքում չի դեզվի։ Այդ հակասությունը պետք է միասնական լինի, կամաց, զգան, այս հակասության մեջ կան լավ տարեր, կան վատ տարեր, այդ վատերը թող անեն, այդ լավերը թող ընդունեն։ Եվ դա կլինի արդեն մեր պետության, մեր ժողովրդի, մեր կյանքի լավ, այդ իմաստը այդ։ Ես ինձ ոչ ոք չի ասել գործ պետք է անես։ Մեր բանը չկար, օրենք էր։ Օրենք դատախազի մոտեցում էր, ասում էր, ես բանը ավարտել եմ, այսպես է վիճակի, ինչ անեմ։ Ասում էր գնահատի։ Ինքը որոշ։ Երբեք չի ոչ ռայկոմի քարտուղարներ, ժամանակ ռայկոմներին, ոչ ռայկոմի քարտուղարներ միջամտում, ոչ ոք չէր միջամտում, քննություն տարվում էր ճիշտ ձևով։ Ինչ եզրահանգման ես եկել։ Մարդկանց գիտեք ինչ, հանցակ կատարող մարդը երբեք չի կարող իր լավ պահի։ Անպայման միտեղ սխալ թույլ կտա։ Դա բնական բան է։ Գողն իր վրա շվակովը։ Լախելով է, այդ ժողովրդական ասած, գողն իր վրա։ Այդ հանցան կատարող մարդը խոսալուց էլ ես զգում,
իրան դողում ես մի փոքր բան եմ ասում մի աղջիկ ամուսնացել էր աղքատ աղջիկ այնքան էլ աղքատ չի մի հարուստ տղու հետ աղբերը դրանք ժամանակ 6 բաներ ունեին պրիոնիտներ կար 6 բռնում են ձեռքին երկու հատ բան է 6 կոչվող պրիոնիտներին աղբերը քրաշխանցում են ինչ հատ ինձ արնեք էլի սա ասում այս կդնեմ տուն դեգաս կտանես Հետո հայտնեց դե գողացել են։ Հիմա դες կինը չգիտի որ ճիշտ անի որպեսզի չբռնվի։ Ասում եմ ես հարցրի որ դերադրած է ձեր պլանները որ գողացել են ասեց լուսամուտ։ Նայեն լուսամուտի ճաղեր կան։ Ասի որ դերա մտե այդ գողը լուսամուտով։ Ասի սին կամած բացի ասի աղջիկ ջան այս ճաղերը արանքով գողով ո՞ս մտածում։ Գողնես ինչ ասի Չդ նայեց ասեց, այդ չդիմացա ասեց, չես բան է եղել, տվել եմ իմ աղբոր։ Բա ինչ անենք ասի, վկարաս օգնի, ինչ կնի, խնդրեց, դե ինչ անես այդ աղբեր էլ ուզել եմ։ Հետո դասավորին կերպես որպեսի մարդկա հետ աղջիկ փրկվել է դեպի աղջիկ հազիվ գրամս։ Իսկ ինչ դժվար, ամենադժվար գործը որ բացահայտել եք կամ ամենատպավորիչ ամենատպավորին մի դեպք եղավ։ Բամբակաշատ գյուղ կար Արմավիրի մարզ Բամբակաշատ գյուղ կար այդտեղ բամբակ այն ժամանակ բամբակ կար Հայաստանում բամբակին ցանում հավաքում այս բամբակի գործարանի դիրեկտոր կին էր իր վարորդն էլ 6 հատ երեխա ուներ 6 հատ երեխա կապնվում է դիրեկտորի հետ կնոջ հետ Մարդու կնիկ անթար վիճաբանության մեջ են մտնում իտալիթով։ Ինձ աստացում մի հատ ուրիշ կինն էլ տրաստան մեջ են, ես մարդը չուզեց է կնոջ խփի։ Ուղղակի դանակ վերցնում ու վախեցնել իմաստով տանում կպնում կնոջ։ Հիվանդանոցում ենք 6 երեխա, վերջի փոքր երեխան 6 ամսական էր։ Ես այդ խոսում եմ բանավոր։ Բան ինչ պատմում այդ կինը։ Բայց որ ուզում եմ գրեմ, ասում եմ կային Գրես մեկը չեմ ստորագրել, չի, ասում եմ ես որ հանգարտ ինձ որ մի բան անի, բայ երեխեքի որ պահի, գոնի ամուսինը կմնա երեխեքին կպահի, յոգում ես ամենածանր գործին համար հայ եղել, ու այդպես որ մահացավ, 3 օրից հետո մահացավ, բայց աղբերները բողոքեցին, Մոսկվայից հատուկ կամիսար բերեցին Ավակյանի գլխավորությամբ, նորից հանեցին գերեզմանից Այլահանին մշակին գտան որ նման հարված ինք իրան չի հասցրի, դա ուրիշի ձեռքով է հասել։ Իսկ ուրիշ է վիճաբանության ժամանակ եղել է ինքը կինը, տղամարդը կինը և նա ուրիշ կին։ Այդ ուրիշ կինը նոր բացվեց, ասեց չեր ուզում խփել, ուղղակի և ուզեցել է խփել, ես չգիտեմ, բայց այդպես ձևակերպեցին, որ չեր ուզեցել խփել, ուղղակի վախեցնել իմաստով դեռ տարել է, և այս կինը մահացավ 6 երեխա մնացի։ Ամենածանր գործին ժաման եղել է դա ի վրա ազդել է շատ։ Ու ես դետորոնից որոշեցի նման գործերի մեջ չմտնել, չէի կարող։ Տանջալից գործեր էլի։ Իսկ այդ աշխատանքը ձեզ ինչ է սովորեցրել։ Մաքրություն։ Մաքրություն։ Միայն մաքրություն։ Միայն իմաստություն, միայն արդարություն։ Անիմաստեղ մարդ չդույրվի, չետ։ Անիմաստեղ մարդ չդույրվի։ Հիմա այդպես էր։ Դու պատմի։ Իսկուսացել է։ Պապ ջան, երջանիկ մարդը ով է, ինչ է երջանկությունը։ Երջանկությունը դա ոնց ասեմ, երջանկությունը այդ բառը չեմ կարող գտնել ոնց եմ ասում, էլի փոփոխական կատեգորիա է, փոփոխական Երջանկությունն է եւ բոլորը ասի մարդը 100% երջանկություն չկա աշխարհ։ Հետո մի հարցի շուտ երջանիկ ես, մի ուրիշ հարց քեզ հետո տանջում է։ Հետո մի ուրիշ հարցի նրա մեջ տակալի դառնում դե երջանկություն անում։ Որը դեպքում երջանկությունն է որ դու քիչ երեխաքում
հատկապես երեխաներ ունենաս, թոռներ ունենաս, համապատասխան աշխատանք ունենաս, կարողանաս մի քիչ երեխեքին լավ պահել։ Այդ երջանկությունը մեծի համար դա է։ Իմ կարծիքով է դա երջանկություն։ Չէ, երջանկություն մնային կատեգորիա ոնց ասեմ, հաստատուն կատեգորիա չի, էլի դες բան չկա։ Այսօր երջանիկ ես մեր ուզում ես հավատորնակ բերեմ մեր նախագաներից երջանիկ են, այսօր երջանիկ չեն, քանզի պաշտոնից ելել են արդեն։ Ասեն նրանք երջանիկ չեն, ուզում են ինչքան միլիարդներ ունենան։ Եթե իրանց խոսքը չի անցնում, ուրեմն երջանիկ չեն։ Իսկ ո՞րն է մարդու համար ամենակարևոր բանը կյանքում։ Մարդու համար նույն ասեցի, ամենակարևոր բանը, որ խաղաղությունն է աշխարհին, խաղաղություն թողնի։ Ես նայում եմ երեխեքին, մանուկ երեխաների, ուրախանում եմ, էդի լավ երեխեք են։ Իմ փոքր 3 տարեկան աղջիկ ես մի հաղորդում կար, ասում եմ ես 3 տարեկանում այսպես ինձ շարժումներ անում, պարում, ուրախանում, այ ուրախություն եմ։ Մրայում բանի թե երեխա ունենալն ամենակարևորը, ընտանիք կազմելն է եւ ամենակարևոր աշխարհին խաղաղությունը։ Տանձյան աշխարհգոյություն չունի։ Տանձյան դալբան չկա, ես չեմ գտնում, կան թե չկա, չգիտեմ։ Միա խաղաղություն, արդարություն։ Միա մարդը Իսկ դու տեղ չտանջվի, իսկ դու տեղ բանտը չգնի, ուրիշի մեղքի համար։ Այդպես կյանքը այս։ Պապ ջան, գոհ ես կյանքիցդ։ Հիմա։ Հա։ Հիմա որ հետ ես նայում, քո այդ 84 տարիները։ Ասում բար, հիմա լավ տղա ունեմ։ Ճիշտ է, պարավ չունեմ, նա գնացել է։ Բայց ունեմ, լավ տղա ունեմ։ Որ ասեմ Հարութ գոհ եմ, չէ, Հարութ մարդ չկա, ոչ թե ես գոհ չեմ, ընդհանրապես չկա, բայց ոչինչ, ապրում ենք, թոշակ եմ ստանում, չնայած շատ քիչ։ Նկատի ունեմ ապրածդ կյանքից։ Գիտեք ամենակարևորը ինչ կա, ինչ կանեի ես։ Ղեկավարներին, եթե ես իհարկե ղեկավարներին կստիպի ճիշտ աշխատեն։ Լավ մարդուն գնահատեն, լավ աշխատողին գնահատեն։ Պատահական մարդուկ չբերեն պաշտոնները։ Մարդկա լավ լեզուն է, չգիտեմ ինձ էլի խոսում, դա ուրիշ բան է, բայց աշխատանք արդեն ուրիշ բան է, էլի։ Ոչ գոհ եմ, ժամանակը լավ էր, հիմա էլ ոչինչ էլի լավ ենք, թոշակ եմ ստանում, մեկ հայտարարագրեր, լսում ես հայտարարագրեր տալիս են, դեպուտատը ստանում ասենք, թե պատգամավորի չասեմ դեպուտատը, մինչև 7-10 միլիոն փող ստանում տարեկան, իր գույք ունի, չգիտեմ, ամեն ինչ ունի, մի երկու տեղ ավել աշխատում, բավականին բաղներսը գումար, դե նա ուրիշ դերի կապրի, բնականաբան է, այն բան որ ասենք իմ նման թոշակ առույան, նա ուրիշ կապրի, բայց դի համար է պետք կյանքի, էդ է։ Թազե ես կարամ ասեմ, ես տվեք դեպկա պատգամավոր, իհարկե ոչ։ Լավ կլի պետությունը, քիչ խեղճ, ձեր մարդկանց մասին մտածից ձեր երիմա, իրանք էլ են խեղող խոսքա, չի ասմա, տղամարդի ձեզ եմ դիմում, լավ լսեք, ինչքան կարեք դուք ձեր կանանց շատ սիրեք։ Ձերություն կա, դուք մի ժահել չեք մնա, ձերություն կա, այդ մեր աշխատողների մասին եմ ուզում իր ասել, ձերություն կա, նրան մի ժահել չեն մնա, ձերության մեջ, տարդեր անթետ կշատանա, այդ կյանքի ձերություն կա, մարդը երբեք ժահել չի մնա, բայց ժահելը չի կար այդ բանը հասկանա, չի կարա։ Ինչ է ծերությունը, պապի, ծերությունն ինչ է։ Կարծասած ծերությունը ամբախտը չի, ծերություն նշանակում է քու ճանապարհն արդեն մոտեցել է գերեզմանի, ուլես մեջ։ Ինչ ուզում ես ծերացելի քու առաջնա, ես ասած ժամանակ հերո ես եղել, հիմա մոտեցել է այդ մոմենտը, դատ արդեն ենք դեպես փոսի մեջ, այդ ծերություն դա է։ Բայց կա երջանիկ ծերություն, կա դժբախտ ծերություն, այդ ահրություն բնիզնաս, կա երջանիկ ծերություն, կա դժբախտ ծերություն, այդ էլ կա։ Երջանիկ ծերությունը նա, որ ամեն ինչից գոհ ես արդեն, տորներով, աշխատանքով, ապրուստով, խաղաղությամբ աշխարհի, դժբախտն էլ նա է, որ
Ինչ ուզում ես արա, անդադ ձախ այդում այդ գործը։ Ինչ ուզում ես անես, անդադ ձախ ատանում։ Երբեք չես կարող ուղղի դեպի աչքով, որտեղ այդպես է։ Նրան այդպես է տվել Աստված։ Ես որ ասում եմ վերև Աստված կայտող չկա, բայց ուզում ասեմ նրա հաջողությունը նրա մեջն է, էլի։ Դրա անհաջողությունն էլ է դրա մեջ, այդ դեպության մեջ։ Կնոջը շատ ես կարոտում, պապ ջան։ Իսկ ով չի կարոտի։ 58 տարի միասին ենք ապրել։ 58 տարի։ Տանջվել ենք, տրորվել ենք, աշխատել ենք, ստեղծել ենք։ 58 տարի ասեմ նա հեշտ։ Հիմա երբ վիճակագրությունն է մեկ-մեկ նայում, գիտեք, չեմ ուզում այդքան բացել է։ Երևի մինչև 20, 30, 50% բաժանվում են ամուսնու։ Ինչի՞ց է։ Ինչի՞ց է որ բաժանվում են։ Այդ հարցերի պատասխանը ես չեմ ուզում։ Գիտեմ ինչի՞ց է, բայց չեմ ուզում ասել։ Չեմ ուզում արտահայտել։ Իսկ այն ժամանակ այդպես բան չկար։ Ամուսնացել ես, պարտավոր եք միասին մինչև ձեր կյանքի վերջ հազվագույն որ բաժանվում եք։ Մինչև ձեր կյանքի վերջ միասին եք, ձեր ընտանիք պահեք։ Վсё։ Այդ է։ Բայց 58 տարի ասել նա հեշտ, 58 տարի։ Իսկ այսօր եթե ամուսնանում են, գնել ես իհարկե 2-3 տարի հետո եթե միմյանցից մի քիչ արդեն հեռանում են, ինչն է պատճառ, արդեն կշտանում են իրարից։ Աղջիկն իրանից է կշտանում, տղան իրանից է կշտանում, հատկապես տղեկի մեղավորություն աստեղ շատ, ես այդպես եմ գտնում։ Ու բաժանում չէ։ Բաժանությունը լավ բան չի։ Հիմա ես շատ այնքան չեմ զբաղվում, բայց գիտեմ, որ աղջիկական մի երեխա ունենալուց հետո բաժանվում են իրանց հետ, իրանց երեխան պահում են, երկիչ են, չգիտեմ ինչ են, մեկը երկիչ է, մեկը հեռուստասերիալներում իր համար դերակատարում անում, տարբեր ձևերով աշխատում ասման ամուսին պետք է չես երեխենկա բոլը։ Իսկ այն ժամանակ այդ բանը չկար։ Եթե հանկարծ բաժանվում են, ես իմ ամբողջ մի տարի, 2 տարի խոսում եմ այդ մասին, ինչի պետք է բաժանվեն, ինչ եղավ դրանց մեջ։ Այդպես է բաներ։ Ինչ կուզեք ավելացնել։ Ուզում ասել նույն քիչ առաջին ասել, աշխարհին խաղաղություն առաջին։ Խաղաղություն դա բան չկա։ Ամենակարևոր աշխարհին խաղաղությունն է մեր ազգին ցանկանում են միասին հասկանան իրար, միավորվեն իրար հետ։ Ես չեմ ասում տարաձայնություն թող չլինի, թողնի տարաձայնություն, ամեն մարդ իր տեսակետից հետո ընդհանուր մի հայտարարի կան, ընդհանուր հայտարարի որ եկան, ամեն ինչ լավ կլինի։ Դուք կինոներ տեսել եք Իոսիֆ Վիսարյանի Ստալինը եւ պատերազմի ժամանակ երբեք միասնական միակ որոշում չի կայացրել, բոլոր ղեկավարներին Բրնաժյուկովից, Մալինովսկի, Ռակասովսկի, Բաղրամյան, Կոնիև եւ այլն, բոլոր իրաց կարծիքները հայտնելուց հետո նոր Ստալին որոշումներ կայացրել, թե որն է ճիշտը։ Այդ արդեն ուզում եմ տեսնել երկիրը։ Այսօր մի ղեկավարը չասի, էսի քպական է, էսի դաշնակ է, էսի ինչ է։ Այդ բոլորին նստացնի իրար կողքի, դենա ով ինչ ճիշտ արտահայտություն անը։ Արդեն դրանից հետո որոշում կայացնի։ Ինչպես Իոսիֆ Ստալինն էր անում։ Դրա համար հաղթանակ դրավ։ Դրա համար մենք ունեցանք 32 հատ արդեն բան ունենք, դեր մասնակից ունենք 32 հատ։ Մարդիկ պայքարեցին կրներ գյուղից, մեր գյուղից շատ գնացին, Հայաստանից դու գիտեք, 614,000 մարդ գնաց է պատերազմ։ 614 փոքր երկրից, 614 ասելն է հեշտ։ Նշանակում է ամեն 4-ից 5-ից մեկը գնացել է պատերազմ։ Տղամարդի գնացել են կանայքն են մնացել, երկիր կանայքն են ստեղծվել։ Դրանից հետո, այո, մենք պարտական ենք այդ կանանց։ Ավելի լավ են այդ կանայք, այս սուրբ կանայք, որոնք աշխատեցին, երեխեք պահեցին, մեծացրին, այսօր մենք հասել ենք այս աշխարհին։ Խաղաղություն է աշխարհին, միասնականություն։